Էքսպրեսի այսօրվա ուղեկիցը քաղաքական գիտությունների դոկտոր Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն է, բարի երեկո։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, հիմա շատ է քննարկվում Մեծ Բրիտանիայի դեսպան, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեսպան Էնթոնի Գոդֆրիի հայտարարությունը կապված Իրան-Հայաստան համագործակցության շուրջ իրենց արտահայտած մտահոգության հետ են։ Ձեր կարծիքով, արդյոք իրականում Միացյալ Նահանգները կամ Մեծ Բրիտանիա կամ ընդհանրապես Արևմուտքը կարող է կամ հիմք ունի մտահոգվելու Իրան-Հայաստան համագործակցության առումով։ Խոշոր առումով ըստ երևույթին հիմքեր չկան իրականում, որովհետև Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները չեն կարող լինել վատ։ Դա ուղղակի անհնար է, ելնելով հենց Հայաստանի իրավիճակից, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակից, երկու հարևանների շրջափակման պայմաններում վրացական սահմանի ինչ-որ չափով դեռևս որոշակի անկայունություն պարունակող ուրեմն տարրերով Իրանի հետ հարաբերությունները Հայաստանը պետք է միշտ մշակի այնպես, որ դրանք որևէ խնդիր չառաջացնեն այս համար։ Բայց իրենց ըստ երևույթին այնքան էլ չեն հետաքրքրում հայկական շահերը, որը շատ բնական է։ Ես ուզում եմ, որ մենք ամրագրենք այդ խնդիրը, այսինքն որտեղ է որ կարող է Իրան-Հայաստան համագործակցությունը վտանգ ներկայացնել կամ մտահոգության, այսինքն ինչ խնդիրներ կարող են լինել, որոնք որ կարող են մտահոգության պատճառ դառնալ Արևմուտքի համար, կան արդյոք նման խնդիրներ։ Եթե վերցնենք փոքր ծավալի խնդիրներ կարող են լինել։ Իրանին մասնավորապես չեզոքացնելու, մեկուսացնելու, հնարավորին չափ մեկուսացնելու քաղաքականությունը, որ վարում են Միացյալ Նահանգները, իսկ Հայաստանը Իրանի անմիջական հարևաններից է եւ այդ մեկուսացումը այս փոքր թեկուզ հատվածում փաստորեն չի աշխատում։ Հայաստանը նաեւ քրիստոնյա պետություն է, որը Իրանի հետ ունի շատ լավ հարաբերություններ, սա մի տեսակ խարխլում է Իրանի ֆունդամենտալիստական, ծայրահեղական իսլամական պետություն լինելու կերպարը, որը ստեղծվել է Իրանի շուրջ, այդ կերպարը ինչ-որ չափով դա է խախտվում։ Բայց պետք է ասել, որ նույն Ադրբեջանը արտաքնապես նույնպես բոլորովին վատ հարաբերություններ չունի Իրանի հետ։ Ոչ միայն, չէ, Ադրբեջանը, Հայաստանը, այլև տարածաշրջանի բազմաթիվ երկրներ։ Եվ նույն Իրաքը, որը երկար տարիներ չուներ դիվանագիտական հարաբերություններ Իրանի հետ, սկսել են արդեն այդ հարցերով զբաղվել, պաշտոնական դեմքերը բավական բարձր մակարդակով հանդիպում են, տեղի են ունենում քննարկումներ, թե ինչպես կարելի է բարելավել իրավիճակը հենց նույն Իրաքում, այսինքն այստեղ հենց Հայաստանին առանձնացնելը այնքան էլ արդար չի։ Այդուհանդերձ ինչու, եթե հիմքեր չկան իրական մտահոգություն, ինչու այդ մտահոգությունն արտահայտվում։ Առաջներում էլ ես որքան հիշում եմ մի քանի անգամ այդպիսի մտահոգություն արտահայտվել է։ Սա կարող է լինել կամ ամերիկյան ավանդական քաղաքականությունը Իրանի նկատմամբ, կամ կարող է լինել ինչ-ինչ մի ուրեմն Հայաստանի վրա ճնշում գործադրելու ինչ-որ միջոց, որը կարող է եւ չլինել։ Մենք սրանում բավարար հիմքեր չունենք, բավական տեղեկություններ չունենք վստահ լինելու համար, թե հենց ինչ է ուզեցել ասել։ Հնարավոր է սա ավանդական մի տեսակետ է, իրենց ինստրուկցիայի մեջ այսպես ասած գրված, որ արտահայտվել է։ 2 տարին մեկ այդպես ինչ-որ մի արտահայտություն պետք է 2 տարին մեկ կամ եթե առիթը լինում է ինչ-որ մի նման։ Լավ, հայաստանյան իշխանությունները տարբեր հաղորդություններում հայտարարում են, թե այնքան էլ այսպես լուրջ մոտենալ Գոդֆրիի հայտարարությանը պետք չէ, որովհետև մի դեպքում ասենք դա պնդում է արվում, որ հիմնականում Իրանին է ասիագրված այդ մտահոգությունը Գոդֆրիի, այլ ոչ թե Հայաստան, մյուս դեպքում, որ բոլորն շատ լավ հասկանում են նույն Միացյալ Նահանգները, որ Իրանը առանց Հայաստանի դժվար թե կարողանա, այսպես գլուխ հանել իր կենսագործունեության հետ կապված, Հայաստանը առանց Իրանի դժվար թե կարողանա գլուխ հանել։ Ձեր կարծիքով որքանով են հիմնավոր եւ որքանով են լուրջ այդ հայտարարությունները, որոնք արվում են մեր իշխանությունների կողմից։ Հնարավոր է հիմնավոր են, ինչպես ես քիչ առաջ ասացի, հնարավոր է մեր իշխանությունները այս հարցում ավելի տեղեկացված են, տիրապետում են այնպիսի ինֆորմացիայի, որ մենք չենք տիրապետում, եւ այդ դեպքում դա կհամընկնի իմ այն տեսակետի հետ, այն հնարավոր տեսակետի հետ, որ սա ավանդական դիրքորոշման հերթական
մի արտահայտություն էր, հնարավոր է։ Իսկ արդյոք սա ճնշում էր, եթե ճնշում էր ճնշման ակնարկ էր թեկուզ Հայաստանի քաղաքականության դեմ, այս պարագայում պետք է մտածել, թե ինչն էր պատճառը այդ ճնշման։ Հիմա արդյոք այդ պատճառների փնտրտուքի մեջ մեզ կարող է մի փոքր օգնել այն հանգամանքը, որ Գոթֆրի հիշյալ հայտարարությունը ի հայտ եկավ, մենք բոլորս համաձայնում ենք այն մտքետ, որ որևէ հիմք չունեցող մտահոգության համար այդ հայտարարությունը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը Քոչարյան Ալիև այս հանդիպումը տապալվել էր։ Այսինքն այդտեղ կարող է կապ լինել։ Գիտեք, ենթադրություն է ձեր ասածը, որը գուցե ունի հիմք, թեև մյուս կողմից ես կարծում եմ Միացյալ Նահանգները մինչև այդ հանդիպումն էլ եւ բոլոր համանախագահները, ներկայացնող պետությունները, ուրեմն հրաշալի տեղյակ են, որ այդ հանդիպումը որևէ արդյունք չի տալու։ Հասկացա։ Այդ պարագայում ինչով կարելի է պայմանավորել այն լավատեսությունը, երբ նույն միջնորդ երկրների ներկայացուցիչները մինչ հանդիպումը հայտարարում են, որ նույնիսկ հնարավոր է փաստաթղթի ստորագրում արձանագրվի Սանկտ Պետերբուրգում։ Եթե այդ երկրները հրաշալի տեղեկացված են, հրաշալի գիտեն, այս տիրապետում են թեման եւ դրա պես հարակից այլ խնդիրներ, այդտեղ ինչու էր այդ լավատեսությունը, ինչով էր դա պայմանավորված։ Սա գաղտնիքներից մեկն է, որտեղ կարելի է նորից անել լայն ենթադրություններ։ Այստեղ կարող ենք բազմաթիվ ենթադրություններ անել, թե ինչու են նրանք։ Ձեր կարծիքով առավել հիմնավոր ենթադրություններ են։ Գիտեք, ես չեմ էլ ուզում շատ խորանալ այդ հարցում, թե ինչու են նրանք այդպիսի հայտարարություններ անում։ Սկսած 1990 թվականից մենք բազմիցս լսել ենք, որ ուր-որ է Արցախյան հարցը լուծվելու է, Ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է։ Սկսած Ժելեզնավոցկի հանդիպումից, Լևոն Տեր-Պետրոսյան, Ելցին, Նազարբաև եւ Ադրբեջանի նախագահ, հետագայում պարբերաբար սա կրկնվում է։ Մեզ համար ավելի հետաքրքիր է հասկանալ այն իրական վիճակը, որը տիրում է եւ որը թույլ չի տալու առաջիկայում հասնել որևէ բանակցային լուծման այս հարցի։ Այսա շատ ավելի կարևոր է, քան եթե մենք փորձենք հասկանալ ինչու այս դեսպանը, այս դիվանագետը այս կողմի վրա փռշտաց, ինչու այն մյուս ներկայացուցիչը Սևնևին գնաց Արցախ եւ ճանապարհի կեսից վերադարձավ, վերադարձավ իր գործն է։ Ընդհանրապես այդ դրանք միգուցե մանրուքներ են, սակայն այդ մանրուքներից կարելի է ինչ որ բաների մասին կռահել, ինչ որ բաների մասին պատկերացում կազմել, որովհետև եթե մասնավորապես Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո սկսեն խոսակցություններ տարածվել այն մասին, որ արևմուտքում դժգոհ են Մինսկի խմբի ֆորմատի այսպես աշխատանքներից եւ միգուցե մոտ ապագայում խնդիրը տեղափոխվի նաեւ միավորված ազգերի կազմակերպություն, ապա այստեղ առաջանում է մեկը այլ, գործընթացի ուրվագիծ, այն է, որ պետք է այն երկրները, որոնք շահագրգռված են հակամարտության արագ կարգավորման, պետք է արդեն սկսեն որոշակի ճնշումներ գործադրել հակամարտող կողմերի վրա։ Եվ այս մանրուքները, որոնք որ առաջին հայացքին մանրուք, միգուցե հենց այդ ճնշման դրսևորումներից մեկն են։ Սա է հնարավոր է